Ողջույն։ Այս թողարկմանը կանրադառնանք 3 թեմայի։ Առաջինը կխոսենք Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի Մոսկվայում անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպման մասին, որի ժամանակ մի շարք ուշագրավ հայտարարություններ հնչեցին։ Այնուհետև կներկայացնենք Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավի վերաբերյալ թարմ տեղեկություններ։ Հաղորդումը կեզրափակենք Իրանի դեմ պատերազմի թեմայով։ Անցած շաբաթ տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի շատ դրամատիկ գագաթնաժողովը, որը լայնորեն լուսաբանվեց տարածաշրջանի լրատվամիջոցներում։ Եթե հետադարձ հայացք նետենք հանդիպումից առաջ եւ հետո Ռուսաստանից հնչող հայտարարություններին եւ ուղերձներին, կարող ենք նկատել, որ նախագահ Վլադիմիր Պուտինը խաղում է լավ ոստիկանի դերը, մինչդեռ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին հանձնարարված է օգտագործել իր ազդեցությունը եւ խաղալ վատ ոստիկանի դերը։ Եկեք քննարկենք Օվերչուկի քննադատական եւ զգուշացնող հայտարարություններից մի քանիսը։ Օվերչուկը բացահայտ սպառնալիքներ հնչեցրեց, ուրվագծելով ԵՄ-ի եւ ընդհանրապես Արևմուտքի հետ Հայաստանի հնարավոր մերձեցման իրական բացասական հետևանքները։ Նա կասկածի տակ դրեց Հայաստանի հուսալիությունը որպես գործընկերոջ, մատնանշելով քաղաքական երաշխիքների եւ գործողությունների միջև ենթադրյալ անհամապատասխանությունները, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսին է երկաթուղին։ Այնուհետև նաեւ կոչ արեց հրաժարվել Հայաստանում տվյալների կենտրոնների կառուցումից, ուշադրություն հրավիրելով դրա երկարաժամկետ բացասական հետևանքների վրա, ինչպիսին է էլեկտրաէներգիայի գնի կտրուկ աճը։ Նա ընդգծեց Ռուսաստանի ուժեղ դերը Հայաստանի ռազմավարական ոլորտներում, մասնավորապես էներգետիկայի ոլորտում, նշելով, որ եթե Հայաստանը բազմազանեցնում է այս ոլորտը եւ մասամբ հրաժարվում ռուսական մատակարարներից, դա կարող է ենթադրել հավելյալ ծախսեր եւ տեխնիկական ռիսկեր։ Օվերչուկը նաեւ նշեց, որ Հայաստանում ռուսական ձեռնարկությունների համար հնարավորությունների կրճատումը կարող է հետևանքներ ունենալ Ռուսաստանում գործող հայկական ընկերությունների համար։ Սա ազդարարում է անցում անուղղակի փոխադարձ կախվածությունից դեպի ավելի բացահայտ պայմանականություն։ Օվերչուկը Եվրոմիության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը բնութագրեց նաև որպես տնտեսապես ռիսկային եւ արտաքին գործոններով պայմանավորված։ Նա նաև զգուշացրեց, որ Հայաստանը կարող է կորցնել իր տարանցիկ նշանակությունը տարածաշրջանային նոր տրանսպորտային երկաթուղիներում, ակնարկելով, որ ռուսական եւ չինական բեռնափոխադրումները կարող են ավելի ու ավելի շատ նախապատվություն տալ այլընտրանքային միջոցներին, այդ թվում Իրանով անցնողներին, այն երկաթուղիների փոխարեն, որոնք ներառում են Հայաստանը։ Այս համատեքստում նա մասնավորապես նշեց, որ ռուսական եւ չինական բեռնափոխադրողները կնախընտրեն որպես տարանցիկ երկիր ընտրել Իրանը եւ անցնել այս երկրով, այլ ոչ թե թրիփով։ Այս լարվածության հիմքում ընկած է այսպես կոչված երկաթուղու խնդիրը։ Ինչ է այն ենթադրում։ Բանն այն է, որ Հայաստանի երկաթուղին փաստացի փոխանցվել է Ռուսաստանին մի քանի տասնամյակ առաջ եւ վերահսկվում է ռուսական ընկերության կողմից։ TRIP նախագծի շրջանակում գրեթե ամեն ինչ գոնե սկզբնական փուլում ենթադրում է տարածաշրջանի երկրների միջև երկաթուղիների բացում։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը տարաձայնություններ ունեն միմյանց հետ բազմաթիվ գլոբալ հարցերի շուրջ, սա ակնհայտորեն խնդիր է ստեղծել։ Հայաստանում քննարկվում է երկաթուղիների ազգայնացման կամ փոխզիջումների լուծման հնարավորությունը, որի դեպքում երկաթուղու նկատմամբ վերահսկողությունը կստանձնի երրորդ երկիր, ինչպիսին է օրինակ Ղազախստանը։ Ես նաև լսել եմ, որ սա թերևս միակ հարցն է, որի դեպքում ԱՄՆ-ն կարող է իրականում պատրաստ լինել համագործակցել Ռուսաստանի հետ, այնպես որ այս խնդիրը լուծելու ուղին դա կարող է լինել։ Երկաթուղու հարցից զատ ակնհայտորեն ավելի մեծ խնդիր է Հայաստանի ընդհանուր կողմնորոշումը դեպի Եվրամիություն։ Այս հարցը վաղ թե ուշ պետք է ավելի սրվեր, քանի որ անհնար է միառժամանակ լինել Եվրասիական միության անդամ, որի անդամ է Հայաստանը եւ որը գլխավորում է Ռուսաստանը, եւ ցանկանալ միանալ ԵՄ-ին։ Սա կարող է իրականում հետաձգվել, քանզի եթե իրատես լինենք, ապա Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարը տեսանելի չէ մոտ ապագայում, եւ դա կարող է իրականում հետաձգել ցանկացած ճգնաժամ։ Սակայն երբ այս ամենը վերջնականապես հասնի իր գագաթնակետին եւ Հայաստանը ստիպված լինի որոշում կայացնել, Ռուսաստանի դեմ լինելը այս երկրից եկող ճնշումը կարող է կործանարար լինել Հայաստանի համար, քանզի վստահ չեմ, որ մենք պատրաստ ենք դրան։ Առաջին խնդիրը գազի գինն է, քանզի Եվրասիական միության անդամ լինելով Հայաստանը գազը շատ ավելի էժան է գնում, քան շատ այլ երկրներ, հատկապես Արևմտյան Եվրոպայում։ Երկրորդը աշխատանքային միգրանտների խնդիրն է։ Մոսկվան կարող է կանգնեցնել հայ աշխատանքային միգրանտների հոսքը Ռուսաստան։ Թեև մեր երկրի տնտեսությունում մեր բյուջեի ձևավորման գործում նրանց մասնաբաժինը նվազում է, այնուամենայնիվ նրանք դեռ ապահովում են երկրի ամենաաղքատ շրջանների գյուղական բնակավայրում եկամտի զգալի մասը։ Վերջապես, եւ սա ամենաբարդ հարցն է, կա շուկա մուտք գործելու հարցը։ Հայ արտահանողների մեծ մասի արտադրանքը բացառությամբ ՏՏ ոլորտի չի համապատասխանում ԵՄ արտահանման պահանջներին։ Եվ եթե Ռուսաստանը սկսի սահմանափակել Հայաստանից արտահանումը եւ ցանկանա հանդիմանալ ու վնասել մեր տնտեսությանը, ապա դրա համար հսկայական հնարավորություններ ունի։ Հետևաբար, որքան էլ հրատապ ու կարևոր լինի ԵՄ
ՀԱԿ-ը ուղղությամբ շարժվելը եւ անկախ նրանից թե որքան անհարմար եւ դժվար կարող է լինել դա, այս գործընթացը պետք է իրականացվի զգուշությամբ, որպեսզի նվազագույնի հասցվի Հայաստանի դիմադրությունը եւ Հայաստանին պատճառվող հնարավոր վնասը։ Հիմա անցնենք նախընտրական քարոզչության թեմային եւ համառոտ տեղեկություն տրամադրենք ձեզ դրա մասին։ Սա կրկին կապված է նախորդ թեմայի հետ։ Մոսկվայում այդ նույն հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը վարչապետ Փաշինյանին շատ անհարմար բան ասաց։ Պետք է ապահովել, որ Ռուսաստանի քաղաքացիները եւս կարողանան գրանցվել եւ մասնակցել Հայաստանում պետական պաշտոնների համար ընթացող ընտրապայքարներին։ Նա չհիշատակեց Սամվել Կարապետյանի անունը, բայց ակնհայտ էր, թե ում նկատի ուներ։ Վարչապետը պատասխանեց Ռուսաստանի նախագահին դասախոսություն կարդալով այն մասին, թե ինչպիսի ժողովրդավարական երկիր է Հայաստանը եւ որ այստեղ մարդիկ խոսքի ազատություն ունեն եւ այլն։ Պուտինը հրապարակավ այդ մեկ հարցը տալով իրականում վնաս հասցրեց հունիսին կայանալիք ընտրություններում Սամվել Կարապետյանի հաղթելու հնարավորություններին, քանի որ նա ըստ էության Ռուսաստանի պետական կնիքը դրեց այս տեխնացուի վրա, ինչը ակնհայտորեն լավ չէ հայաստանյան քաղաքականության այսօրվա համատեքստում։ Եթե սա արվել է միտումնավոր, իսկ ես խիստ կասկածում եմ դրանում, ապա ամենայն հավանականությամբ դա Կրեմլի կողմից Հայաստանի նկատմամբ հստակ քաղաքականության բացակայության արդյունք է։ Տարբեր կենտրոններ տարբեր քաղաքականություն ունեն, բայց ինչ էլ որ լինի, դա իսկական նվեր էր այս կառավարությանը։ Առաջ անցնելով պետք է ասեմ, որ այս շաբաթ Սերժ Սարգսյանի հանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ չի մասնակցի այս տարվա խորհրդարանական ընտրություններին, ինչը շատ լավ է։ Նրանք այս որոշումը կայացրին, քանզի չէին հաղթելու եւ ըստ էության միայն նպաստելու էին Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուն։ Եվ հուսով եմ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս նույնը կանի։ Քանզի այս պահին նրա քարոզարշավը ըստ էության կարող է իշխող կուսակցության քարոզարշավի մասը կազմել։ Քանզի այն միայն օգնում է իշխանության վերընտրվելուն եւ չի նպաստում քաղաքական, այլ ուղի ընտրելու հարցում։ Հիմա անցնենք Իրանում ընթացող պատերազմին։ Այն իրականում շարունակվում է, թեև երկշաբաթյա հրադադար է, որի հաստատման գործում մեծ դեր է ունեցել Պակիստանը, որն էլ առաջինը հայտարարեց հրադադարի մասին։ Հրադադարից ժամեր են անցել, իսկ պատերազմն ընդհանրապես շարունակվում է։ Նախորդ հաղորդումների ժամանակ զգուշացրել էինք, որ այս պատերազմի նպատակը Իրանի ազատագրումը կամ այս կառավարությունից ազատվելը չէ։ Նպատակն է ոչնչացնել Իրանի պետության եւ իրանցի ժողովրդի ազգային կարողությունները։ Դժբախտաբար մենք մեր պնդումներում ճիշտ էինք, քանզի ռազմական օբյեկտներից բացի նրանք ամեն օր թիրախավորում եւ ռմբակոծում են համալսարաններ, մշակութային կենտրոններ, հետազոտման հաստատություններ, հիվանդանոցներ, կամուրջներ, իսկ մի քանի օր առաջ նաեւ մի սինագոգ Թեհրանում։ Այս շաբաթն սկսվեց ԱՄՆ նախագահ Թրամփի ուղերձով, որը նա հղեց պատերազմի սկսվելուց մեկ ամիս անց։ Դրանում նա ներկայացրեց պատերազմի եւ այն սկսելու պատճառները։ Ես իսկապես չեմ կարող վերլուծել նրա ելույթը, քանզի հոգեբան չեմ։ Շաբաթը կարծես թե ավարտվեց նախագահի այս հայտարարությամբ, որն անելիս նրա կողքին կանգնած էր նրա պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը։ And I don't think it gets much more hostile than Iran. They're capable fighters, they're very tough people, and there are others like that. You don't mind when the enemy is weak, but that enemy is strong. Not so strong like they were about a month ago, I can tell you. In fact, right now they're not too strong at all, in my opinion, but we're soon going to find out, aren't we? Հիմա եկեք ուսումնասիրենք պատերազմի մինչ այժմ եղած արդյունքները։ Մինչ պատերազմը շարունակվում է արդեն 6-րդ շաբաթը։ Իրանը դեռ ունի իր միջուկային հզորությունները եւ հաստատված ուրան։ Իրանի դիմադրության առանցքի բոլոր ուժերն ակտիվ են եւ շարունակում են գործունեությունը։ Որոշները, օրինակ Հազբոլան, պակաս ակտիվ են, բայց նրանք դեռ պայքարում են Իսրայելի դեմ։ Նույնը վերաբերում է նաեւ Եմենի հութիներին։ Ակնհայտ է, որ Իրանի հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի ծրագրերը զարգանում են շատ արագ։ Նրանց պաշարները բավարարում են ավելի շատ, քան սպասվում էր, եւ նրանք ամեն օր հարվածներ են հասցնում Պարսից ծոցի երկրներին եւ Իսրայելին։ Սակայն այստեղ որոշիչ գործոնը Հորմուզի նեղոցն է, որը իսկապես պարզվեց փաստացի միջուկային զենքի էֆեկտ ունեցավ։ Այն թույլ է տալիս Իրանին սպառնալ, կաթվածահար անել համաշխարհային տնտեսությունը եւ հսկայական խափանումներ առաջացնել մատակարարման շղթաներում։ Եվ սա ըստ էության հսկայական լծակ է նրանց տվել այս փուլում ԱՄՆ-ի հետ բանակցություններում։ Իրանական ռեժիմը, որն ընդամենը մի քանի շաբաթ առաջ գործնականում փլուզման եզրին էր, հունվարի սկզբին զանգվածային ցույցերից հետո նոր շունչ է ստացել, քանի որ հենց դրան են հանգեցնում արտաքին սպառնալիքներն ու ներխուժումները։ Ինչ վերաբերում է Պարսից ծոցի երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերություններին, դրանք մեծապես տուժել են։
ԱՄՆ-ն հստակ ցույց է տվել իր անկարողությունը կամ դժկամությունը պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Համաշխարհային տնտեսությունը ճգնաժամի եւ մի քանի կարևոր ոլորտներում դեֆիցիտի շեմին է, ինչը կարող է հանգեցնել համաշխարհային տնտեսական ճգնաժամի։ Այս պատերազմում միակ հաղթողը Իսրայել պետությունն է, որի նպատակն է ոչնչացնել Իրանի պետական կարողությունները եւ այդ երկրի ներուժը, քանզի Իսրայելը ցանկանում է ամբողջական գերիշխանություն հաստատել Մերձավոր Արևելքում։ Բայց նույնիսկ դա նշանակում է, որ նրանք ավելի են մեկուսանում աշխարհից եւ պակաս ժողովրդավարություն են վայելում, ինչը ի վերջո երկարաժամկետ հեռանկարում քաղաքականապես կվնասի Իսրայելին։ Որպես ամփոփում պետք է ասեմ, ակնհայտ է, որ այստեղ գլխավոր պարտվողը ԱՄՆ-ն է, որը ցույց է տվել, որ ռազմական առումով շատ հզոր է, բայց միևնույն ժամանակ անզոր քաղաքականապես ընդդեմ մի հակառակորդի, որը փաստացի պատրաստ է հարվածներ կրել, բայց հրաժարվել խաղի ստանդարտ կանոններով խաղալուց։ Եվ վերջում կցանկանայի հատուկ անդրադառնալ Իրանին քարի դար վերադարձնելու մասին նախագահ Թրամփի հայտարարությանը։ Ես միայն հուսով եմ, որ նախագահ Թրամփը հասկանում է, որ երբ իր նախնիները ապրում էին քարի դարում, Իրանն արդեն հզոր քաղաքակրթություն էր։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար։ پیشش زیبا زیبا خیلی کوچیکه دنیا با یاد تو هم هر جا ترکت نکنم سلطان قلبم تو هستی دروازه های دلم را شکستی پیمان یاری به قلبم تو بستی با من پیوستی اکنون اگر از تو دورم ز هر جا بر یار دیگر نبندم دلم را